Արմնուն լրատվականն արդեն տեղեկացրել է, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ հրազենով սպանված Ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի սպանության գործով։ Առաջին հոգևոր դեմքը սա է, եղբայրներ քուրեր, որ եղել է մինչև Հիսուս Քրիստոսը, դա Մովսես Մարգարեն է եղել։ 2023-ին հարձակվել է նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը։ Բանն այն է, որ նրա թիկնազորի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանն է մեղադրվում հոգևոր հովիվի սպանության մեջ։ Դատական նիստերը դեռ ընթանում են։ Սակայն 2026 թվականի օգոստոսի 8-ին այս սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորվեց Արգամ Աբրահամյանը։ Ըստ քննչական կոմիտեի վարկածի, նա անձնական շարժառիթներ է ունեցել նման հանձնարարություն տալու, սակայն դա դեռ պետք է ապացուցվի դատարանում։ Արմնուն լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Արգամ Աբրահամյանի 2023 թվականի իրականացված հարձակումության տեսագրությունը։ Տեղեկացնենք, որ այս սպանության գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը 2024 թվականից գտնվում է դատարանում։ Այսինքն արդեն գործ ունենք դեռնված դատական գործընթացի հետ։ Իսկ ինչ է ասել Արգամ Աբրահամյանը քննիչներին 2023 թվականին։ Ճանաչում եք Սողոմոն Վլասյանի, Սողոմոն Վլասյան Պերարավանցի ճանաչում եք։ Արարևույթ իր մասին ոչինչ չեք տեսել նկատի ունեք, թե որպես չճանաչում։ Բայց գիտեք ինքը ով է։ Գիտեմ, հա։ Կարող էր արդյոք Գեղամ Հակոբյանը կատարած լինել այդ արարքը ինչ-որ խնդրից կամ ինչ-որ հանգամանքից ելնելով, կարող էր արդյոք եւ ինչ առնչություն կարող էր ունենալ Գեղամ Հակոբյանը Սողոմոն Վլասյանի հետ։ Մենք հարցը դժվար կատարել Գեղամը, պետք է փաստեր հասկանում։ Իմ համար էդի ամակնկալ էր, ասացը պետք է պահը քնել, չնար խոսած հետ էինք, բայց դժվար։ Իր համար Գեղամ Հակոբյանի կալանավորվելու մասին եք ասում ստեղծան ամակնկալը, հա։ Չեք կարող նշել նաև, թե ինչ կապ կարող է ունենալ Գեղամ Հակոբյանը Սողոմոնի հետ։ Ոչ։ Կամ առնեսել կարող ունենալ, կամ ունենալ, կամ շնորհավորամ, Այսինքն, 2023 թվականի հարձակումության ժամանակ Աբրահամյանը մանրամասնում է, որ սպանության հետ որևէ առնչություն չունի։ Անակնկալ են եղել իր համար իր թիկնազորի ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանի արարքը։ Իսկ հիմա դեպքից 3 տարի անց, երբ իշխանական ճնշումները եւ իրավական հարձակումներ սկսվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, նրա թիմակիցների եւ ընտանիքի անդամների նկատմամբ, այստեղ գործի շրջանակում քրեական հետապնդում հարուցվեց նաեւ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանի նկատմամբ։ Նա օգոստոսի 8-ին ձերբակալվեց, ապա դատարանի որոշմամբ կալանավորվեց։